կառուցված գողտրիկ ոչ բացահայտված գյուղերով փորձում ենք ես եւ իմ ընկերն անեն գործից հետո դուրս գալ գյուղեր բացահայտել թե ինչպիսի հետաքրքիր գյուղական համայնքներ ունենք եւ այս պահին ես գտնվում եմ Արսի Գետափ գյուղում առաջանանք ու տեսնենք թե ինչ ունի այս գյուղը հետաքրքիր եւ փոքրիկ կներկայացնենք գյուղի հետաքրքիր մասերը եւ այսպես Գետափ գյուղում առաջի բանը որ տեսանք 2015 թվականին կառուցված հուշահամալիրն է, որը նվիրված է հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին։ Ցավոք սրտի տեսնում ենք աղբյուր, որը չի գործում, ցավոք, եւ ես այստեղ տեսնում եմ երկու հետաքրքիր սյունակարեր, որոնք ենթադրում եմ եղել են ինչ-որ կառույցի եւ ենթադրյալ եկեղեցու հիմնասյան մասեր։ Բացահայտում ենք Գետափ գյուղը։ અહીં գտնվում ենք կիսաավեր, կիսական շինության դիմաց, որը մասամբ բուժարան է, մասամբ ենթադրյալ մշակույթի տուն։ Հետաքրքիր է, որ նախանշվում է կառուցման ինչ-որ դետալներ, որը ըստ մեզ երևի թե վերակառուցման է տանելու այս շինությունը, կարող ենք մոտենալ եւ ներսը մի փոքր նայել, թե ինչ է կատարվում։ Ներսում ունենք մենք ներսի հատվածը։ Գետափի մշակույթի տան դռները փակ են, բայց մենք կարողացանք ներսի մի մասնիկ նկարել ու հասկանալ ինչպիսի տեսք ունի շենքը ներսից։ Դժվար թե հանդիպած լինեք այսպիսի նշանի, շատ վաղուց երևի այս նշանը եղել մնում է բուժարանի պատին եւ ոնց տեսնում եք Գետափի բուժարանն է իր հնամենի վիճակով։ Կարող են գտնվել բարերարներ եւ փորձել օգնել գյուղին ենթակառուցվածքների շինարարության գործում, վերանորոգման եւ այսպես մենք գտնվում ենք Գետափ գյուղում եւ մեր պատկերացումներից շատ ավելին քան սպասում ենք, մենք գտնվում ենք հենց ուղիղ սահմանին, ընդամենը 150 մետր այկում շալարերն են եւ սահմանապահները, ովքեր պահում են արևմտյան արևելյան Հայաստանների սահմանը։ Ցավալին ինձ համար միշտ բացահայտումների ժամանակային է լինում, երբ որ գյուղերում տեսնում եմ փակ դռներ եւ հերթական մեկուսի լքված նումը, որը գտա Գետափում, նա միակը չի, բայց ավելի տեսանելին էր, քան որ բացահայտել։ Երանելի կլինի այն օրը, երբ որ Հայաստանի Հանրապետության եւ ոչ մի բնակատեղիում ներողություն չունենանք այսպիսի դռներ, ովբեկները բացվեն եւ մարդիկ ապրեն